Ապրիլի 25-ին Երևանում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացավ ձիասպորտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը։ Մրցումը կազմակերպվել էր Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցաշարն անցկացվել էր B, C և D դասերում, որոնցում իրենց ուժերն էին փորձում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի Արա և Այծեմնիկ ու Սիլ ակումբների մարզիկները։ B դասում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սիլ ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը լոգիկա նժույգով։ C դասում հաղթող է ճանաչվել Արա և Այծեմնիկ ակումբի նժույգավար Դավիթ Խաչատրյանը Վալենտին նժույգով, իսկ D դասում կրկին հաղթողի կոչմանն է արժանացել Ալբերտ Սուքիասյանը լոգիկա նժույգով։ Ալբերտ Սուքիասյանը մինչև մեծահասակների առաջնությունում հաջողություն գրանցել է, բազմիցս հաղթանակներ էր տարել նաև երիտասարդական մրցումներում։ Փորձից ելնելով նա նշում է, որ այդ փուլում հաղթելը երբեմն ավելի դժվար է, քանի որ մրցումների ընթացքում հաճախ աշխատում են անփորձ ձիերի հետ։ Նրա խոսքով նման դեպքերում նժույգավարի աշխատանքը զգալիորեն բարդանում է, քանի որ ձին կարող է նույնիսկ ամենաչնչին մանրուքից փոխել վարքագիծը, ինչը պահանջում է առավել մեծ զգոնություն և հմտություն։ Մարզիկը պետք է այդ ժամանակ չխառնվի իրար եւ այդ ժամանակ փորձի ավելի սառը եւ ճիշտ լուծում տալ, որովհետեւ նժույգը երբ որ զգում է, որ դու ես խառնվել իրար, կարող է արդեն ինքը ավելի սկսել լարվել եւ չստացվի քո մրցելույթը։ Ձիասպորտը որպես օլիմպիական սպորտաձև ունի 3 մրցաձևեր՝ արգելքների հաղթահարում, գեղավարք եւ եռամարտ, որոնցից ամենատարածվածը արգելքների հաղթահարումն է։ Հայաստանը վերջին տարիներին նկատելի ջանքեր է գործադրում այս սպորտաձևի զարգացման ուղղությամբ, թե ենթակառուցվածքների բարելավման, թե մարզիկների պատրաստման տեսանկյունից։ Ձիարշավարանը Հայաստանում ստեղծվել է 1953 թվականին, գործել է պետական հովանավորության շրջանակներում, հիմա վերակառուցվել է 2022 թվականից, մինչ այժմ կատարվում են աշխատանքներ, էլ ավելի բարելավելու պայմանները։ Ձիասպորտը եզակի է նաև նրանով, որ տղամարդիկ և կանայք հավասար ուժերով են մրցում նույն հարթակում։ Սա այն մարզաձևերից է, որտեղ առավելություն ստանալը կախված է ոչ միայն ֆիզիկական ուժից, այլև նժույգի հետ հոգեբանական կապից, հանդարտությունից, ճշգրտությունից ու համառ վարժանքներից։ Նժույգավարի ու ձիու միջև ներդաշնակագործակցությունն այս սպորտաձևում առանցքային նշանակություն ունի, քանի որ նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ազդել ամբողջ ելույթի վրա։ Հայ նժույգավարները բացի հայաստանյան առաջնություններից հանդես են եկել նաև միջազգային տարբեր հարթակներում։ Նախորդ տարի սեպտեմբերին Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանը սպեկտրալ նժույգով Թբիլիսիում մասնակցել է աշխարհի գավաթի որակավորման փուլին և հաջողությամբ հաղթահարելով 140 սանտիմետր բարձրությամբ արգելքները մրցանակային տեղ է զբաղեցրել։ Նորայր Ստեփանյանն էլ տեղեկացրել է, որ այս պահին արտերկրում ունենք մարզիկներ, որոնք հանդես կգան տարբեր հարթակներում։ Այս ընթացքում հիմա Դուբայում ունենք մարզիկ, որը այնտեղ է մարզվում, ներկայացնում է արգելքների հաղթահարումը։ Գեղավարք մրցաձևից ունենք 2 մարզիկներ, որոնք պատրաստվում են վարկանիշային մրցումներին Գերմանիայում եւ տեղային մրցումները անցկացվում հիմնականում ամեն ամիս հաճախականությամբ։ Պլանավորում ենք այս տարի հոկտեմբերին անցկացնել հոկտեմբերի 16-ից 19, եթե ամեն ինչ հաջող գնա միջազգային մրցում, որը կտա մեզ հնարավորություն հաջորդ տարի անցկացնել Հայաստանում աշխարհի գավաթի հերթական փուլերից մեկը։ Այս առաջնությունը եւս մեկ քայլ էր Հայաստանում ձիասպորտի ակտիվացման եւ նոր սերունդի մոտ այս գեղեցիկ սպորտաձևի հանդեպ հետաքրքրություն արթնացնելու ճանապարհին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։